Բարդի մասնակիցներ դատարան լսելով կողմերի կարծիքը որոշեց հետևյալը։ Ուրեմն հաշվի առնելով առողջական խնդիրները, որոնք որ ի հայտ են եկել մեղադրյալի մոտ, նաև հաշվի առնելով, որ դատական նիստի ընթացքում, այս ամիսների ընթացքում մեղադրյալը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, նաև նրա ընտանիքի վիճակը ֆինանսական, նյութական հաշվի առնելով, որ ընտանիքի միակ կերակրողն է, ընտանիքի այլ անձինք չեն աշխատում, որքան որ հասկացանք, ընտանիքում դատարանը որոշեց տնային կալանքը լեռանալուց հետո, երամսյա ժամկետը լեռանալուց հետո, այսինքն նոյեմբերի 25-ին է լեռանում, նոյեմբերի 25-ից հետո մեղադրյալ Դավիթ Վլադիմիր Գասյանի նկատմամբ որպես խափան միջոց կիրառված տնային 5 միլիոն դրամը եւ բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, տնային կալանքը փոփոխել, որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը, վարչական հսկողության ընթացքում մեղադրյալը պարտավոր է առնվազն շաբաթը 2 անգամ ներկայանալ պրոբացիայի ծառայություն եւ գրանցվել, չփոխել իր բնակության վայրը առանց վարորդի իրականացնող մարմնի թույլտվության, ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրը յուրաքանչյուր օրվա մասին է խոսքը, ժամը 8:00 չլքել բնակության տարածքը, մարդաշատ վայրեր չայցելել, վարորդով մեղադրյալների հետ շփում չունենալ։ Այսինքն դատարանը արձանագրում է, որ միակ հիմքը խոչընդոտելու հավանականությունը նվազ է եւ անազատության հետ չկապված խափան միջոցը կոնկրետ վարչական հսկողությունը համակցված ես խոսում եմ, չէ՞։ Վարչական հսկողությունը բացակայելու արգելքը եւ 5 միլիոն դրամը իզորային ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Եվ որոշումը ստանալուն պես վարչական հսկողությունը բնականաբար նաեւ պրոբացիայի ծառայության միջոցով է իրականացվելու, դուք ձեր վրա պետք է կրեք էլեկտրոնային միջոցներ, որը պարտավոր եք չփչացնել, կրել այն ձեր վրա։ Եվ որոշումը ստանալուն պես այն 10-օրյա ժամկետում կարող եք բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։ Խնդրեմ։ Հարգարժան դատարան, հաշվի առնելով, որ երեխայի պարապմունքը 21:00-ին է ավարտում, կլինի 21:00-ում փոխարինեք 22:00։ 22:00-ից ուրեմն բան չանեք։ Մարդաշատ վայրեր, արդեն դատարանը մանրակրկիտ որոշման մեջ կնշի։ Իրավունք չունեք այցելել։ Պարզ է։